աշխատակիցներ, բեդի ալկոյից սկսած, տարբեր հիմնարկի պարտադրանքով բերված աշխատակիցներ եւ տեսնում ենք Դավիթ Համբարձումյանի նման անձնավորության ազատության մեջ լինելը իրենց կկաշկանդեր նման կերպ վարվել, կարծում եմ, բայց իրենք ամեն ինչ անում են, որ այն բոլոր հոգեվորականները, մտավորականները, քաղաքական գործիքները, որոնք իրենց թուրք-ադրբեջանական sense տանդեմի ծրագրերի իրականացման գործում իրենց չեն աջակցում եւ խոչընդոտ են հանդիսանում հայտնվեն բանտերում։ Սիրո։ Եթե անդրադառնանք տիրադավ մականունը ստացած այս հոգևորականներին եւ նրանց միացած 2 տասնյակ քահանաներին, ձեր նախ ինչպես կմեկնաբանեք նրանց այդ քայլը եւ ինչու են ձեր հոգևոր ընկերները նման։ Փառք Աստծո, այս իրավիճակում մենք Մասյացոտնի թեմում ունենք նոր առաջնորդական տեղապահ, մեր լավագույն վարդապետներից մեր եկեղեցու Ռուբեն Վարդապետ Զարգարյանը այսօր երեկ նշանակվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ եւ դա ժողովրդին շատ ուրախացրեց, բայց տեսանք ինչպես իշխանությունները վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահմամբ եւ ոստիկանական ուժերի անօրեն գործնեության արդյունքում նորանշանակ թեմակալ առաջնորդի մուտքը փորձում էին խոչընդոտել առաջնորդանիստ եկեղեցի եւ առաջնորդարան։ Եվ այս իրավիճակում տեսնում ենք, որ կան որոշ հոգևորականներ, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին եւ բնականաբար իրենք միացել են ոչ կամավոր կերպով, իրենք միացել են Նիկոլ Փաշինյանին շանտաժի, կարելի ասել իրենց դեմ ունեցած կոմպրոմատների վախից եւ տեսնում ենք, որ այդ տիրադավ եպիսկոպոսների կողմից, որոնցից նաեւ Գևորգ Սարոյանն էր, իր թեմի քահանաների վրա բռնաճնշումներ էր իրականացվում եւ Մայրաթորը փորձեց քահանաներին պաշտպանել այդ բռնաճնշումներից նաեւ այդ նշանակումով։ Գևորգ Սրբազանն էր նշում, որ վեհապարի կողմից են ճնշումները, այսպես նաեւ սկսեց մեղադրել վեհապարի, որ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութերը վեհապարի հրամանով են դաշտել։ Զարմանալի չի, ես նախկինում էլ այդպես միջադեպեր տարբեր հանդիպել եմ, օրինակ Ստեփան Ասատրյանը, որ բյուրականի եկեղեցու Բաքում առանց ՀԴՄ-ի կոշիկ էր վաճառում, ում նախկին կարգալույց քահանաներից մեկը այդ մասին լրագրողը իրեն հարց է տալիս, ասում է ճիշտ է, որ բյուրականի եկեղեցու Բաքում կոշիկ եք վաճառել, ինքը սկսում է սար ու ձոր ընկնել հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն։ Գևորգ Սրբազանը լուրջ կոմպլեքսներ ունի, լուրջ խնդիրներ ունի եւ միշտ ինքը վատ է տրամադրված եղել Արշակ Սրբազանի նկատմամբ, ոմանց կարծիքով իր կարճահասակ լինելու պատճառով ինքը միշտ կոմպլեքսավորված է եղել եւ իր մոտ արդեն Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո սուտ խոսելը բնական է, Նիկոլ Փաշինյանի շրջանակում եղող մարդկանց բնորոշ երևույթ է սուտ խոսելը, որից մենք չենք զարմանում, ես կզարմանայի մինչեւ տիրադավ դառնալը եւ Նիկոլ Փաշինյանին միանալը ինքը ստեր, բայց Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո իր սուտ խոսելը կարծես թե բնական վիճակ է իր համար։ Մեկ այլ աղմկահարույց հայտարարություն է արել Տեր Հաջան, ասել է, որ վեհապար Հայրապետն է շրջանառել տեսանյութերը։ Այդ մասին էի ասում, ինքը Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո սուտ խոսելու խնդիր չունի։ Եթե ինքը մինչև Նիկոլ Փաշինյանին միանալ այդպիսի բան ասեր, ես կզարմանայի, որտեվ կարծում եմ ինքը նախկինում այդպես սուտ խոսելու հակվածություն չի ունեցել, բայց հիմա իր մոտ շատ բնական դրսևորում է։ Նայեք, տարբեր տեղեկություններ կան, որ օրինակ վթարից հետո հենց վեհապարի անմիջական այսպես օժանդակությամբ է ինքը ոտքի կանգնել։ Այսպես ասեմ, Մասյացոտնի նույնիսկ թեմը վեհապար Հայրապետի կողմից է հիմնված։ Ինքը վեհապար Հայրապետի ժամանակ է եպիսկոպոս ձեռնադրվել։ Իր կյանքի, ասենք, ձեռքբերումների մեծագույն մասը պարտական է վեհապար Հայրապետին։ Ես զարմանում եմ իրենց նաև երախտամոռությունից, այդ տիրադավ կոչվածների երախտամոռությունից եւ նաև միաժամանակ հիանում եմ վեհապար Հայրապետի մեծահոգության, համբերատարության, որ նայեք ինչքան երկար ժամանակ վեհապար Հայրապետը համբերատար կերպով սպասում է, որպեսզի իրենք օրինական կանոնական դաշտ վերադառնան։ Եվ փառք Աստծո տեսնում ենք, որ Մասյացոտնի թեմի քահանաների հիմնական մասը իրենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, վեհապար Հայրապետի եւ իրենց հավատքի մեջ իրենց ուխտին հավատարիմ են եւ փառք Աստծո
տեսանք նաև նորանշանակ առաջնորդը ինչպես առաջի թեմական ժողովը կատարեց եւ ոստիկանական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից sense վախի մթնոլորտ ստեղծելու այս գործիքակազմը չանցավ եւ Փառք Տիրոջ թեմը Տիրախնամ թեմը Մասյացոտնի շարունակում է իր գործունեությունը Աստծո ողորմածությամբ եւ վստահ ենք առաջիկայում նաեւ եւ մնացած խնդիրներն էլ կպարզվեն եւ չի կարող թեմի առաջնորդանը ոստիկանական ուժերի հենակետ եւ ԿՊ-ի հավաքատեղի դառնալ։ Ինքը պիտի շարունակի գործել որպես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդարան։ Լինի այն, ինչ որ եղավ Հովանավակի դեպքում, այսինքն Ստեփան Ասատրյանը շարունակում է այնտեղ ծիսախտանությունը։ Ժամանակավոր է, Ստեփան Ասատրյանը պարտավոր է լքել Հովանավանքը, որտեղ ինքը այլևս հոգևորական չէ, աշխարհիկ անձ է, ավելացնեմ բացի աշխարհիկից ստախոս անձնավորություն է, ես ինքս էլ ականատես եմ եղել ինչպես է ինքը ստում, նաև զրպարտիչ է քահանաների մասին զրպարտանքի պատճառով թեմի քահանաների տներում խուզարկություն են կատարվել եւ նաեւ ապօրենի կերպով թեմակալ առաջնորդը այսօր կալանքում է գտնվում։ Մամուլում 5 միլիոնի մասին տեղեկություններ շրջանառվում։ Ես լսել եմ, որ 30 արծաթին համարժեք դրամ են իրենց տվել սիմվոլիկ կերպով որպես իրենց վարձատրություն։ 30 արծաթին համարժեք դրամի մասն է խոսքը, չգիտեմ ինչ հաշվարկով կամ ինչ արծաթի հարկով են հաշվարկը արել, բայց իրենք 30 արծաթի են ընդամենը արժանացել, ինչպես իրենց հենց այսպես ասեմ հոգևոր հայրը Հուդան։ Չէ, Աստված բոլորի տորի։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Նաև շատ շնորհակալ եմ Մասում եւ այն իրանց հավաքի ժամանակ բացահայտելու գործում լրագրողների դերը վարչական ռեսուրսի լկտիագույն կերպով, ասենք, չարաշահման իշխանությունների կողմից բացահայտման գործում լրագրողների դերը կարելի է ասել թերագնահատել անհնար է։ Շատ ապրեք եւ տեսնում ենք նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանների եւ ԿՊ-ական այդ վարչական ռեսուրսով բերված խուժանի անհարգալից եւ լկտի դրսեւորումները եւ ձեզ համբերություն եւ ուժ կարողություն եմ մաղթում։